Մենք ի սկզբանե նշել ենք, որ որևէ սահմանափակում քննարկումների չի լինելու։ Մենք որպես իշխանություն պատրաստ ենք բոլոր ձևաչափերով, բոլոր քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների հետ հանդիպել։ Անունը կրի 4+4, թե 9+1, թե 3+2, դա արդեն երկրորդական է։ Եվ այսօրվա հանդիպումները ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք բոլորի հետ հանդիպել եւ մենք չենք սահմանափակում ինչ-որ մի թեկուզ ձևական կամ ոչ ձևական այդ ձևաչափով։ Խնդիրը մեկն է, մի հակը 4+4 է ուզում, մեկ ուրիշը 3+2 է ուզում, մեկը 1+1 է ուզում, մենք բոլորի հետ պատրաստ ենք հանդիպել, դա դոգմա չի։ Բայց ըստ էության բան չի փոխվում, առաջարկները ներկայացում ենք։ Եթե մենք որևէ մի նախաձեռնության հետ հրաժարվենք հանդիպել, մեր օպոնենտները պետք է նշեն, որ իշխանությունը մերժում է։ Մենք պատրաստ ենք բոլորի հետ հանդիպել։ Վերջնական մեկ միասնական այսպես փաթեթ ներկայացնելով Բնականաբար ամենաարդյունավետը կլիներ, եթե մեկ միասնական լիներ, մեծ համար էլ ավելի հեշտ կլինի մեկի հետ աշխատել, բայց բնականաբար քանի որ մենք տեսնում ենք, որ գոնե այսօր նույնիսկ պարլամենտական ուժեր կան, ովքեր որ Զուրաբյանի առաջարկած ձևաչափի մեջ չեն տեղավորվում եւ նրանք չկան, կամ բազում քաղաքացիական նախաձեռնություններ, որոնք երկրորդական դերակատարում չունեն նույն NGO սեկտորում, եւ չի կարելի այդ մարդկանց էլ արհամարել։ Խոսքը սրա մասին է։ Խոսքը գնում է նրա մասին, որ մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել։ Հիմա եթե մի քաղաքացիական նախաձեռնություն կամ քաղաքական կուսակցություն ունենա քաղաքացիական պայմանագիր կամ Բարգավաճ Հայաստանը կամ մեկ այլ քաղաքական ուժ չի ցանկանում ՀԱԿ-ի ստեղծած ձևաչափում աշխատել, մենք իրավունք չունենք այդ մարդկանց արհամարել։ Եվ այդ իմաստով մենք պատրաստ ենք բոլորի հետ էլ քննարկել եւ աշխատել։ Եվ այդ 4+4-ը ավելի շատ իրենք են ասում։ Հիմա կարող է լինի 4+9, մենք այս սահմանափակում չենք դնում։ Խնդիրը նստել եւ քննարկել։ Եվ ասա ես դեռ համեմիտ եմ գործընկերների հետ, որ կարիք չկա այստեղ հստակ այդ ամրագրում անել։ Միգուցե իրենց համար է դա կարևոր, մեզ համար կարևորը արդյունքն է եւ բովանդակային քննարկում։ Արդյունք եք անկալում, եթե ի վերջո ընտրացուցակների հետ կապված իշխանությունը մնում է իր սկզբունքային դիրքորոշման ընդդիմությունն էլ ասում է իր համար է սկզբունքային։ Իշխանությունը փոխզիջում առաջարկել է։ Իշխանությունը փոխզիջում առաջարկել է։ Դե դա գիտեք ինչ կա։ Որ ընդդիմությունը եթե ցանկանում է որ իր բոլոր ծրագրերը իրականացնեն, ինքը պետք է դառնա իշխանություն, այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում իշխանությունը չի կարող գալ եւ ընդդիմության ծրագրերը իրականացնել։ Մենք փոխզիջում առաջարկել ենք եւ փոխզիջումը շատ նորմալ է։ Այստեղ կարևորում եմ հանձնաժողովի, այսինքն Վենետիկի հանձնաժողովի վերջնական որոշումը, որը մենք կունենանք կարծում եմ ապրիլի երկրորդ կեսին։ Եվ այդ ժամանակ կնայենք, մենք պատրաստ ենք քննարկել եւ կուսակցության վերջին գործադիր մարմնինիստում էլ քննարկել ենք մանրամասն Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները, դիտողությունները, ինչպես նաեւ քննարկել ենք նաեւ ընդդիմադիր մեր գործընկերների առաջարկները։ Պարոն Շարմազանov, եւ եթե Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ լինի այն դրույթը, որ իրենց համար սկզբունքային չէ եւ ըստ էության կարող են ընտրացուցակները հրապարակվել, իշխանությունը միշտ թվում է անում սահմանադրական դատարանի որոշումը, հակասահմանադրական։ Այս պահին Վենետիկի հանձնաժողովը առաջարկություն, դիտողություն չի արել ցուցակների հրապարակման հետ կապված։ Ինչքանով են արդյունավետ նմանատիպ հանդիպումները, եթե իշխանություն շարունակում է պնդել իր առաջարկները, ըստ էության որևիցե փոփոխության կամ զիջումների, այսպես ասած, չգնալով ընդդիմության ներկայացրած առաջարկներին, այսինքն ստացվում է սրանք ձևական բնույթ կրող հանդիպումներ, ժողովրդավար Ոչ, իհարկե ոչ։ Ես ասած համամիտ չեմ, որ որևէ զիջում, նախ սա զիջում անելու տեղ չի։ Բանակցությունների համար է, որպեսզի ոսկե միջինը ընտրվի եւ հնարավորինս լավագույն տարբերակը ընտրվի։ Սա զիջումանալու տեղ չի էլի, մեկը մյուսին հարգելու տեղ չի։ Մենք բոլորին էլ հարգում ենք։ Բայց այն կարծիքիններ չեն, որ իշխանությունը չի վերանայում իր դիրքորոշումը։ Կոնկրետ լրագրողների հետ կապված թվի հետ, եթե այն ժամանակույթը հիմա փոխում ենք, բազում առաջարկներ կան, որտեղ մենք պատրաստ ենք փոխզիջումների եւ ես խորհուրդ կտայի ձեզ, որպես անաչառ լրատվամիջոցների անաչառ ներկայացուցիչներ, հալազյուղի տակ չընդունել ընդդիմության բոլոր հայտարարությունները, թե իշխանությունը որտեղ մենք փոխզիջման չեն գնում։ Դե կարող է այն ինչ որ իրանց համար սկզբունքային է, կարող է մեծ համար սկզբունքային չի, կարող է ինչ որ մեծ համար սկզբունքային է, եւ ես ասացի, մենք պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները։ Ընդդիմությունը նույնիսկ ինքը իր մեջ ունի ամբողջական առաջարկ։ Եվ ասել եմ, կոնսենսուսը, կոնսոլիդացիան եւ ուլտիմատումը տարբեր բաներ են։ Եթե ՀԱԿ-ը կամ ժառանգությունը ցանկանում է որ իր ողջ ծրագիրը իրականացվի, իրանք բարի պետք է լինեն դառնային իշխանություն, իրանք իրենց ծրագիրն իրականացնեն։ Պարոն Շարմազանով, կեղծում եք ընտրությունները։ Լավ, դուք հավատում եք։ Դուք հավատում եք, որ իմ նշած ուժերը մեր չթողնելով այս իրավիճակում, իրենք իրաց չեն թողնում։ Իրենք մեկը 5 հոգանոց ֆրակցիայով մտավ պարլամենտ մնաց մի հոգի, մեկը 7 հոգանոց ֆրակցիայով մտավ մնաց 3 հոգի։ Էդ էլ ենք մենք մեղավոր։
Դե ինչի մասին է խոսքը։ Ժողովուրդը ասում է, ես հիմա չեմ ուզում ներքաղաքական բաների մեջ մտնեմ, ես վերջնականապես ասում եմ, մենք պատրաստ ենք առանց սահմանափակման բոլորի հետ աշխատել։ Բոլորի հետ աշխատել, լսել, քննարկել, համոզել։ Եվ հենց պարտադիր չի, որ իրանք մեզ համոզեն։ Միգուցե մենք ենք իրենց համոզում։ Ես կարծեմ, որ մեր փաստարկները շատ այդ ինչի պետք է ես Զուրաբյան Լևոնին ինձ համոզի։ Կարող է ես եմ իրան համոզում։ Եթե իրան թվում է, որ իր փաստարկները ավելի համոզիչ են, ես տենց չեմ կարծում։ Կստացվի ձեզ։ Կստացվի թե չի ստացվի կտեսնենք քվեարկության ժամանակ, երեք ընթերցումների ժամանակ։ Ամեն դեպքում մեր առաջարկած փոխզիջումային տարբերակները տրամաբանական են։ Ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստանը պետք է լինի մեկ ընդդիմադիր ուժ, ինստիտուցիոնալ ընդդիմադիր ուժ, եւ մեծ հաշվով քաղաքապայմանագիրը ինքը հայտարարում է, որ ընդդիմադիրներն են խոչընդոտում մեր զարգացման։ Այ հետաքրքիր է, դուք ինչ կարծիք ունեք մեկ ընդդիմադիր ուժ ունենալու։ Ասեմ համամիտ եմ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ մարդու ճուզողները նաև ընդդիմադիր դաշտից պետք է հարյուրად յառլիկ կպցնեն։ Դրա համար ես շատ զգուշ կլինեմ։ Ընդդիմության իշխանության վերաբերյալ ես իմ կարծիքը ասել եմ բազում անգամներ։ Մենք պետք է գնանք կուսակցությունների խոշորացման, պետք է հասնենք նրան, որ լինի երկբևեռ քաղաքական համակարգ, լինի իշխանություն, լինի ընդդիմություն, այդ ամեն ինչը լինի գաղափարական հիմքի վրա։ Դա սենց ավելի հեշտ է։ Հակառակ դեպքում այսօր ընդդիմադիր հատվածում կան բազում կուսակցություններ, որոնք միայն քննադատում են հանրապետական կուսակցությանը։ Այդ խեղճ ժողովուրդը, կներեք, որ ասեմ խեղճ, այդ մեր ժողովուրդը ո՞նց է ընտրելու, ում այդ ընդդիմադիրներից ում ձայն տա։ Դրա համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը ունի գաղափարախոսություն, ընդդիմություն, որը մասնակցում է թիմ ընտրությունների, ավականու ընտրություններին, չի ասեմ ամեն ինչ հիմա եւ վերջնականապես եւ Պարբերաբար գնում է դեպի իշխանափոխության, այլ ոչ թե իշխանափոխության օր ու ժամանշանակում ժողովրդին բերում է հրապարակ, հենց չլինի ասում է գնացիք տուն, ինքն համինքն է թոշակի գնում, համ այդ ժողովրդին է ուղարկում թույլ հանգստի։ Դրա համար մեզ պետք է եւ ինստիտուցիոնալ իշխանություն եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Խոսքը միայն ընդդիմության մասին չի։ Իշխանությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, իշխանությունը պետք է լինի գաղափարական։ Ժողովուրդը գնալով ընտրության պետք է իմանա ինչու է ձայն տալիս իշխանության։ Ես չեմ ընդունում այն գաղափարախոսությունը, որ ասում է ես իշխանամետ եմ, ես ընդդիմադիր։ Այդ ո՞րն է իշխանամետը։ Հիմա այսօր ես իշխանություն եմ, վաղը կարող է հանրապետական ընտրությունների պարտի դառնամ ընդդիմություն։ Դուս եկավ, որ ես իմ երկիրը քիչ եմ սիրում, կամ այն ժամանակ հիմա քիչ էի սիրում, ընդդիմություն եւ իշխանություն մեզ դարձնում է հասարակությունը ընտրությունների արդյունքում։ Եվ իմ համար անհասկանալի է, երբ որ մարդիկ իշխանամետ ու պետականամետն են չեն տարբերում։ Իշխանամետը մի բան է, պետականամետը մի բան է։ Կարելի է ամբողջ կյանքում լինել ընդդիմություն եւ լինել շատ ավելի պետականամետ, քան իշխանության մեջ գործող որոշ մարդիկ։ Կարելի է լինել իշխանություն, բայց ավելի առողջ քննադատություն ունենալ իր մեջ, քան թե ընդդիմության մեջ ունեցող կեղծ ընդդիմադիրները կամ այսպես ասած սարեղ գնահատողները, իջնջեցնողները։ Եվ ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է գնան գիտակցության բարձրացման, քաղաքական process-ը միայն քաղաքական մշակույթի դիրքերից պատասխանելու ճանապարհից։ Ոնց որ ուզում եի շատ չգովամ, բայց թե ոնց որ համամիտ եմ այս դեպքում ձեր նշած ռետորի հետ։ Որևէ կերպ մեր երկրում չի լինում իշխանապողություն։ Դուք նշում եք, որ ընտրություններն են այդ ճանապարհը, բայց մենք տեսնում ենք, որ իշխանության ձեռքում է ֆինանսական ռեսուրս։ Մենք սխալ ենք մտածում, մենք բոլորս։ Մենք ոչ թե պետք է մտածենք, թե ինչպես անել իշխանապողություն։ Ճապոնիայում 40 տարի իշխանապողություն չի եղել։ Մենք պետք է ասենք ընտրության որակը պետք է բարձրացնենք։ Մենք ոչ թե պետք է ասենք, եթե հանրապետականը հաղթեց ընտրությունները, ելի կեղծվել են, ոչ։ Մենք պետք է հասնենք նրան, որ հանրապետականը, եթե հաջողությունը հասնում, հաջողության հասնի օրենքի սահմանները, որպեսզի ժողովրդի եւ լրագրողների մոտ հարցականներ չմնան։ Թե չէ այնպես չլի, եթե մենք ասում ենք, մենք չպետք է ձգտենք արհեստական իշխանապողության։ Մենք պետք է ձգտենք ընտրական process-ի որակի բարձրացման։ Եվ եթե այդ որակյալ ընտրությունների արդյունքում հաջողության կհասնի հանրապետականը, թող լինի այդպես, եթե հաջողության կհասնի X կամ Y քաղաքական ուժը, թող լինի այդպես։ Մեր խնդիրը սա է։ Մեր խնդիրը կայանում է այլևս դրանում, որպեսզի ձեր նաև օժանդակությամբ մենք հասնենք այնպիսի ընտրական համակարգի, որին մեր քաղաքացիների մեծամասնությունը կվստահի։ Եվ այստեղ շատ էական է նաև այո ինստիտուցիոնալ ընդդիմության դերը, որը ոչ թե կգնա պոպուլիստական ճանապարհով, ջարդենք, փշրենք, կորչի, մենք այլ կգնա ինստիտուցիոնալ ճանապարհով։ Մենք այլևս 25 տարեկան անկախ պետականություն ունենք եւ պետք է լրջանանք եւ իշխանությունը եւ ընդդիմությունը։ Եվ պետք է բացառենք անձերի միջև պայքարը եւ բացառենք այն պրիմիտիվ գնահատական եւ Նիկոլ Փաշինյանը պետք է ասած նորամուտություն էլ մտցրեց, շատ համառ բան արեց եւ ինքը հետագայում կհասնի, երբ որ ինքը օմբուդսմենի ընտրությանը կարողացավ ալիքին դեմ գնալ, պոպուլյար ալիքին,
որ եթե իշխանության ներկայացրած տեխնացուն է, պետք է բոլորը դեմ քվեարկեն։ Ինքը դեմ գնաց եւ Արման Թաթույանին կողմ քվեարկեց, եւ այստեղ ես պետք է հիշեմ իմ սիրած ռուսական ռոք խմբի հայտնի տողերը, դա Машина времени, որը ասում է «Не надо прогибаться под изменчивый мир, пусть лучше он прогнется под нас»։ Սամվել Ալեքսանյանի ասաց, որ մեր եղբայրն է, մեր աղբերն է։ Նիկոլ Փաշինյանն է, Լևոն Զուրաբյանն է, Էդմոն Մարուկյանն է, Ալեքսանդր Արզումանյանն է, Ստեփան Դեմիրճյանը, բոլորը մեր եղբայրներն են, մեր ընկերներն են, մեր բարեկամներն են, մենք էլ իրենց։ Դա չի նշանակում, որ եթե մենք եղբայրներ ենք, ուրեմն այո, իմ համար Հայաստանի Հանրապետությունում բոլորը յուրային են։ Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է խաղի նորմալ, ընդունված fair play կանոններով մեկը մյուսի դեմ գաղափարների մրցակցություն լինի։ Դա նորմալ է։ Աննորմալ կլինի, եթե մենք պարլամենտում թշնամիներ տեսնենք եւ հակառակորդ։ Հակառակորդը նորմալ, թշնամիներ չպետք է տեսնենք։ Այստեղ խնդիր չկա։ Մենք պետք է այդ ատելությունը շպրտենք եւ կարողանանք գոնե Հայաստանի Հանրապետության հիմնադրման 25-րդ տարեդարձի տարում կարողանանք քաղաքական մշակույթի առումով քայլ առաջ կատարել։ Իսկ այդ քայլ առաջը պետք է լինի այստեղ, որովհետև այստեղ է պարլամենտարիզմը, այստեղ են գտնվում հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը։ Քննադատությունն էլ, աշխատանքն էլ, հակաքննադատությունն էլ, պատասխանն էլ պետք է հնարավորինս լինի չափի սահմաններում եւ կոռեկտ։ Եթե տեսել եք, վերջին ես սկսել եմ իզնից, վերջին ամիսների ընթացքում բավականին աշխատում եմ կոռեկտ պատասխանել նաեւ իմ շատ սուր քննադատներին, հասկանալ նաև այդ քննադատությունը եւ դրա համար մենք սկսել ենք մեզնից։ Առաջինը ես իմ աչքի գերանը տեսել եմ, հետո նոր մնացածին ակայ։ Թե չէ մենք ոդ ոնց է, մենք միշտ բոլորս ուրիշի աչքի փուշն ենք տեսնում, մեր սեփական աչքի գերանը չենք տեսնում։ Սահմանադրական հանրակրվեից հետո այդ արդյունքները չեն ճանաչվում, լեգիտիմ չէր համարվում հանրակրվեն եւ այլն։ Հիմա կոնգրեսը, որը 4+4+4 ձևաչափն է առաջարկում եւ գնում է նախագծի շուրջ քննարկումների, լեգիտիմացնում է այս գործընթացը։ Նշում կարծում որ սահմանության բարեփոխումները կամ ընդհանրապես լեգիտիմացման խնդիր կա։ Լեգիտիմացման խնդիր չկա։ Միգուցե եղել են թերություններ, բայց լեգիտիմացման խնդիր չկա։ Դրանք եղել են լեգիտիմ ընտրություններ, լեգիտիմ հանրակրվե եւ լեգիտիմ ընդդիմության մի հատվածն էր հակառակն ասում, դա ընդդիմության գործն է եւ դրա համար ընդդիմությունը երբ որ բան չի ունենալու ասելու, միայն քննադատում է։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք ինքն իրեն է վնասում, երբ որ միայն քննադատում է, պետք է նաև առաջարկի, եւ շատ նորմալ է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ նստել մեկ սեղանի շուրջ եւ քննարկել տարբեր հարցեր։ Այդպեսին է քաղաքական աշխարհի եւ քաղաքագետ աշխարհի ճանապարհը, մենք չպետք է մեկս մյուսից հեռանանք, մենք պետք է նստենք կլոր սեղանի շուրջ եւ բոլոր հարցերը կարողանանք քննարկել։ Մենք թշնամիներ չենք, մենք յուրայիններ ենք, որոնք ունեն յուրաքանչյուրը իր տեսլականը, իր կարծիքը եւ իր գաղափարախոսությունը։ Այդպեսին է մարդը, Աստված մեզ այդպես է ստեղծել յուրաքանչյուրս մեր տեսլականով մեր աշխարհը Հայաստան։ Լևոն Զուրաբյան ասում է տարիներ առաջ դուք չէիք պատկերացնում երբևէ իրար հետ նստեիք, խոսեիք, բայց այսօր արդեն այլ բան եք ասում, ընդդիմությունը հասել է դրան։ Նշեմ կարող որ մենք երկուսով ենք հասել։ Իրանք լավ հիշեն, երբ որ իրանք եկել են ինձ պարլամենտ, վախենում չեն, վախենում, բայց խուսափում են մեզ բարևելուց։ Հիմա բարևում ենք, շփվում ենք, զրուցում ենք։ Երբեմն նաև համբուրում ենք, կարևորը հուդայի համբուր չլինի։